Սիրելի ընկերներ, Անտիֆեյք եթերում Խաշմերուկ փոդքասթի հերթական թողարկումն է, ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մենք հետևում ենք Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում տեղնուցող իրադարձություններին։ Նախորդ օրերին մենք տեսանք, որ ըստ էության փխրուն հրադադար ձեռք բերվեց Միացյալ Նահանգների Իսրայել տանդեմի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, բայց անմիջապես իսրայելական կողմը մասնավորապես խախտեց հրադադարը, հարվածելով իրանական կղզիներից մեկին եւ շարունակելով ռմբակոծությունները Լիբանանի ուղղությամբ։ Հարյուրավոր մարդիկ են արդեն սպանվել Բեյրութի վերջին ռմբակոծություններից եւ մենք տեսնում ենք, որ իսրայելական կողմը ըստ էության բնավ չի ցանկանում հրադադար Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ վերջերս Բիբի Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանում դեռ իրենք անելիքներ ունեն եւ չլուծված նպատակներ, որոնք պետք է իրագործվեն։ Պարոն Նահապետյան, ըստ ձեզ ինչու ձեռք բերվեց այս հրադադարը եւ ովքեր են շահառուները հիմնական։ Վստահաբար մի տարբերակ չի, մի քանի տարբերակ է, որտեղ մենք կարող ենք ենթադրություն անել, մեծ հավանականությամբ տարբերակներից մեկն է, բայց վստահաբար մեկը չի։ Ընդ որում, Միացյալ Նահանգների կողմից ուշադրություն դարձրեք, 2 օր առաջ այդ հայտնի Իրանի գերագույն խորհրդի անվտանգության խաղաղության ծրագիրն է 10 կետանոց հրապարակում։ Դրա վերաբերյալ հրապարակումը Տրամպը երեք ինչ ասում է, այս ինչ սրիկաններ են, ով այս կետերը դրել, ով ասում, որ այս կետերի շուրջ բանակցություն է, մենք մեր կետերը ունենք, այս սա ԶԼՄ-ներն են, մենք սա հետ կապ չունենք, մենք մեր պայմաններն ենք թելադրում։ Այսինքն այդ կտրուկ եւ որակապես փոփոխություն ինչ-որ բան հետ կապված է, չէ՞, եւ գիտեք ինչ հետ է կապված։ Իսրայելի կողմից Լիբանանի եւ առաջնորդին Բեյրութի նկատմամբ այս 40 օրյա պատերազմի մեջ ընթացքում ամենամեծ, ամենաաննախադեպ հրթիռակոծություն, ռմբակոծություն, ընդ որում թիրախները, խաղաղ բնակիչներ, շենքեր, քաղաքացիական ենթակառույցներ։ Ինչու, այսինքն Իսրայելին չասում, ասում ես ձախողում եմ։ Առանց ինձ եք պայմանավորվել։ Ասում է, լավ, դուք գնացեք Իրանի հետ բանակցեք, բայց ես իմ հարցերը տիլուց եմ, ասենք Իրանի հետ չէ, բայց Լիբանան Հեզբոլլա ես խնդիր եմ դրել, որ ռազմական գործողությունները շարունակելու եմ։ Մոտավորապես Բիբին Տրամպին ուղարկեց նատրի բուկվը, այդ բանով, հրթիռակոծությամբ, ռմբակոծությամբ, ինչքան զոհեր եղան եւ ինչքան վիրավորներ։ Աննախադեպ էր, նման բան չէ։ Հարյուրավոր եւ գերակշիռ մի քանի հազար, հələ այդ շենքերի մեջից դիակների շատ փոքր մասն են հանել։ Այնպես չէ, այսինքն դեռ մարդիկ չգիտեն ինչքան են հանելու եւ ինչքան զոհված ու վիրավոր կա։ Սա ինչ է նշանակում, որ նախաձեռնությունը ԱՄՆ-ինն էր, վստահաբար ԱՄՆ-ը համաձայնվել էր այդ 10 կետի շուրջ խոսել, որի վերաբերյալ իդեպ Տրամպը իր մոտ դրել էր։ Հետո Իսրայելի այդ քայլից հետո ԱՄՆ-ի նախագահը ասեց, չէ, ես սրա հետ կապ չունեմ, մայա խատը սկրայը, ով ա դրել, ինչ ա դրել, խի են դրել, ես իրազեկ չեմ։ Իրեն այդ նոր գնահատման բերեց Լիբանանի հրթիռակոծում եւ ռմբահարումները։ Բայց այսօր առավոտյան ձեր ասած Բիբին Նեթանյահուն ասել է մենք համաձայն ենք, չենք խփում Լիբանանին, բանակցում ենք, բայց պայման ունենք։ Պայմանը հետեւյալն է. Լիբանանի կառավարությունը, ինչպես նախկինում ասել ենք, չեր արել, դի զինաթափի Հեզբոլլա։ Այսինքն սրա նպատակը որն է։ Փորձ արվում Լիբանանի բանակը, իսկ Հեզբոլլա զինված խմբավորման տարբեր գնահատականներ կա մինչև 80,000, ընդ որում փորձառու եւ մոտիվացված։ Լիբանանյան բանակը ավելի քիչ է։ Փորձում է Լիբանանի ներսում առաջացնել քաղաքացիական պատերազմ, պարզ եմ ասում։ Ասում է մենք չենք խփում այդ ժողովուրդը, որ մահացավ։ Իդեպ այդ հարվածները ասում է կապ չուներ, մենք քաղաքացիական ենթակառույցներին չենք խփել, խփել ենք Հեզբոլլայի կուտակման, հավաքման, կառավարման կետերին։
Իրենք էլ միտումնավոր գնում են այնպիսի տեղեր են կուտակվում, որտեղ երեխաներ այո, կան այդ հատուկ են անում, մեղք չունենք։ Դե հասկանում ենք, չէ՞ որ մենք հեգնում ենք, անկարծ մեզ լուրջ չընդունեն, լուրջ չասեն։ Դե չես իշխանությունին շատ չկա, կասեն։ Այսպիսի գնահատական են տվել։ Եվ հետաբար կարծում եմ Իսրայելը հետ քայլ արեց, ասես չեմ խփի, բայց պայմանով, որպեսզի ԱՄՆ-ի նախաձեռնությունը Իրանի հետ բանակցություններ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում չձախողվի, բայց ինքը պայման դրեց Լիբանանի առաջ։ Ասելա, որ դուք պիտի զինաթափեք Հեզբոլլահին։ Ակնհայտ է, որ եթե իշխանությունները գնան այդ քայլին, որ ավելացություններ չունի եւ այլն, դա ակնհայտ է, որ զինված բախումներ ալնելու։ Այսինքն այն ինչ որ Հեզբոլլահի զինյալը պիտի զոհվեր կամ վիրավորվեր Իսրայելի կողմից արձակած գնդակից, փամփուշտից, արկից, հրթիռից, հիմա պիտի զոհվի, վիրավորվի կամ հանձնվի լիբանանյան բանակի զինծառայողի կողմից։ Եվ այսօր առավոտյան Լիբանանի տարբեր քաղաքներում ժողովուրդ փողոցերի չլի դեմ։ Ի զորակցություն ոչ թե Լիբանանի բանակի եւ կառավարության, այլ Հեզբոլլահի։ Եվ ինչ էր ասում կառավարության հրաժարական։ Այդպես։ Ուրեմն սա ընդունում ենք այն իրողություններ, մենք փաստում ենք, արձանագրում ենք, հիմա գանք Պակիստան։ Ինչա ուզում ԱՄՆ։ Իդեպ եւ ռուսական փորձագիտական շրջանակները եւ ամերիկյան գնահատում են, որ բարձում է, որ Իրանը ունի ավելի հզոր զենք, քան միջուկայինն է։ Այդ զենքի անունը Հորմուզի նեղուց է կոչվում։ Այսինքն համաշխարհային տնտեսությունը հիմա կոլապսի մեջ է։ Դուք հասկանում եք, այդ նավթի գինը մինչև 120, 125, հետո 200, հետո 250։ Այդ պետությունները, ինչպես ասում են, աշխարհում չկա պետություն, որը համաշխարհային տնտեսության մի մասնաբաժինը, մի էլեմենտը չունի։ Այդ ինչ որ տեղի ունենում Հորմուզ նեղուցում, դա համաշխարհային տնտեսության վրա է։ Հիմա չասենք, որ երկրի ինչքան է դժում, բայց բոլորը դժելու են։ Չկա այդպիսի բան, որ չդժեն։ Էլ չեմ ասում Միացյալ Նահանգները։ Մտածում են, թե Եվրոպային ծնկի կբերեն, Եվրոպան այդպես կխելոքանա եւ այլն, բայց հիմա Միացյալ Նահանգներում էլ է խնդիրը լուրջ։ Եվ ըստ այդմ Միացյալ Նահանգները ոչ թե խնդիր ունեն պատերազմը կանգնեցնել այս 10 կետերով, այլ Իրանի հետ բանակցեն այնպես, թե ինչի շուրջ կհամաձայնվի, ինչի շուրջ ԱՄՆ կզիջի, չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, բայց բուն նպատակը այդ նեղուցը բացելն է։ Բաց եմ ասում, որտեվ դրանով ԱՄՆ պարբերաբար ասում էր, որ պիտի բացել, արդեն բացել եմ, հետա եվրոպացիները կօգնեն, ՆԱՏՕ-ն կօգնի եւ այդպես փաստը մնում է փաստ, որ այդ նեղուցը վերահսկում են Իրանի եւ զինված ուժերը եւ կորպուսը իդեպ ասում եւ պետական համապատասխան հաստատությունները օրինակ 3 ամենակիչ քանակի տանկեր անցել 5 տանկեր sense բան չէր եղել նույնիսկ այն ռմբակոծությունների հրթիռակոծությունների ժամանակ ավելի շատ էր այսինքն ոչ թե 5 անցել այլ Իրանը 5-ի է թույլ տվել ավելի թույլ չի տվել 5-ը նավթ կարծեմ մի հատ էլ գազ լիսկավորած է թերու գազը Հիմա այստեղից հետևություն, ես կարծում եմ ԱՄՆ-ի խնդիրը մի վիճակի բերել, որ պատերազմ միևնույն չի կանգնելու, բայց գոնե նեղուցը որ բացվի, նեղուցով եւ Միացյալ Նահանգները եւ այլ երկրներ, եվրոպական երկրներ, ԱՄՆ դաշնակից երկրներ, սա ԱՄՆ-ի վարկանիշին է, չէ՞ ուղղակի հարվածում, որովհետեւ Տրամփը պարբերաբար գլուխ էր գովում, որ բացելա զինված ուժ չկա, հոբ չկա եւ այլն, բայց փակ է մնում, չէ՞։ Ես կարծում եմ, որ այս է իրավիճակը, իսկ մնացածը թե որ գնանք բանակցենք եւ այլն, խնդիր է սա։ Իրանի ձեռքից փորձում են խլել Իրանի ավելի հզոր զենքը, քան լծակը։ Միջուկային զենքն, այո, ամենամեծ լծակը։ Պարոն Նահապետյան, տեսեք, հրադադարի հաստատումից հետո Միացյալ Նահանգները նշում էր Դոնալդ Թրամփի գլխավորությամբ նշում էր, որ սա անվերապահ հաղթանակ էր, արձրունական ոճով էլի։ Եվ տեսեք, եկեք փորձենք գնահատել առկա իրավիճակը, որտեղ գոնե այս փուլում ինչ-որ չափով այդ գործողությունները դադարեցված են։ Պատերազմի 40 օրերի ընթացքում
ըստ էության մենք տեսանք, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չկարողացան որևէ խնդիր լուծել, որը որ դրել էին իրենց առջև։ Այո, ճիշտ է։ Իրանը չմասնատվեց, Իշխանափոխություն չեղավ։ չեղավ, քաղաքացիական պատերազմ չեղավ, ընդհակառակը Ժողովուրդը միավորվեց իշխանությունների շուրջ։ Ժողովուրդը նաև այդ վերջին ժամերին գնում էր այն էլեկտրակայանների ենթակառուցվածքների մոտ, կենթանի պատ էին։ Այո, կենթանի պատ։ Տրամպին ասում են դե խփել։ Դե հրաման դու թող խփել։ Եվ փաստացի ունենք այն իրավիճակը, որ այդ տանդեմը որևէ ռազմավարական խնդիր չի լուծել եւ հետեւաբար հարց է առաջանում։ Բանակցություններն էլ բնականաբար ինչ որ այս երկու շաբաթվա ընթացքում կավարտվեն կամ ինչ որ հանգուցալուծման կհանգեն, արդյոք դրանից հետո ռազմական գործողությունները նոր թափով չեն վերսկսվի, որովհետև բոլորի համար հիմա կարևորագույն հարցը դա է, որովհետև Իրանը բնականաբար չի համաձայնելու Հորմուզի նեղուցը բացել Միացյալ Նահանգների պայմաններով, Միացյալ Նահանգներն էլ հնարավոր է եւ մասնապես Իսրայելը չեն ընդունի Իրանի Իսլամական Հանրապետության առաջ քաշած պայմանները։ Իրանը իհարկե բանակցային այս ֆորմատում շատ ավելի շահեկան դիրքում է, որովհետև բանակցում են իր կետերի շուրջ։ Բայց դա չի երաշխավորում այն, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը լիովին կընդունեն Իրանի Իսլամական Հանրապետության պայմանները եւ նորից հանգում ենք փակուղային իրավիճակի։ Հիմա եկեք գնահատենք այսպես, հա, ասում է Իգրա на время, ժամանակի վրա է խաղը գնում։ Ուրեմն պատկերացրեք ԱՄՆ-ին եւ Իսրայելին ինչ ռազմական առումով ինչ գործիք է մնացել, որպեսզի իրավիճակը որակապես փոխեն։ Տեսականորեն երկու գործիք առաջին ցամաքային օպերացիա, որը եւ տեսականորեն եւ գործնականորեն անհնար է։ Պատական չէ, այս վերջերս 3 առաջնորդներ Փեզեշկյանը Իրան նախագահ ասաց, որ ինքը եւս մի անում է կամավորներին, քանի ինչքան էին հավաքվել կամավորներ 1 միլիոնից ավել։ Չէ, 7 միլիոններ։ Այդ 2 միլիոնը երբ որ զորակոչ լինի, 720,000 բանակն է։ 48 ժամում 2 միլիոն պրոֆեսիոնալ զինվորականներ զենք են կոչվում։ Այդ մոտ 3 միլիոն։ 7 միլիոն իր աշխարհազորն է։ 7 միլիոն կամավոր գրվել էր։ Հիմա այդ զորքի դեմ լավ 7-ը հիմա կարող է կրակում են, թեև չեմ հավատում, որտեվ այն ողջավորությունը, որ մենք տեսանք Իրանի քաղաքացիների մոտ, դա շատ իրատեսական է, այդ մարդիկ կենթանի պատ են սարքում, ասում են պատրաստում զոհը խփի։ Դա ուզում ասեմ, այդ թիվը այդպես օդից վերցրած չի։ Հիմա ցամաքային օպերացիա անելու համար դու առնվազն այդ 3 միլիոնանոց բանակի հարձակողական գործողության համար համապատասխան զին անձնակազմություն ունես։ Այդ առնվազն պատերազմի օրենքներով 2-3 անգամ այդ նվազագույնն եմ ասում, 10 միլիոն։ 10 միլիոն մարդ որտեղ է հավաքելու արգելից։ Նախ 10 միլիոն բանակ չկա։ Ինչպես ասում են բոլորին Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները դաշնակիցները չկան, ասում չեն գալիս, մենք կապ չունենք դրա հետ։ Պատերազմը չի։ Հիմա այս երկիրը ասենք միլիոն կես բանակ ունի ամբողջ աշխարհով ծրված։ Այդ բանակը իրականում մահակ է տվյալ երկրների իշխանությունների գլխին։ Այդ բանակը իմաստ է տել։ Այսինքն բանակը մոտիվացիա չունի մտնի մոտ հեռավորության կարճ մարտի մեջ ու չփախնի։ Բարձր եմ ասում, ինքը վերակացու է հոգեբանությունը մավանը բաց աչքերով նայող զինվորի հոգեվիճակից էականորեն տարբերվում է, չէ՞, վերակացուն մի բան է, իսկ իրենք վերակացուներ են այդ 102-ից ավել բազաների իմաստը ո՞րն է, վերակացու այդպիսի գործառույթ են իրականացնում։ Խելոք չմնացին այդ բանակով, բազայով, ռազմաբազայով անձնակազմով այդ երկի կամ էլ կազմակերպվեն իշխանությունը հակընդդեմ կամ հակառակ քայլեր չանի, այդ բազան ապահովում է նոր իշխանության գալուն։ Բազայի անձնակազմը, իսկ ամերիկյան բազաների իմաստը դա։ Հետաբար ինքը այն զինվորը չէ, որ պատրաստ է կյանքի գնով հրաման կատարելու։ Հետաբար ցամաքային օպերացիան բացառում են։ Կարող է մի կղզու մեջ մտնեն, բայց այդ տխմարությունը եթե անեն, մի քանի հազար զոհ բավարար է, որ ուղղակի ամերիկան ժողովրդի փողոց։
Իրենք հոգեբանորեն պատրաստ չեն 100,000-ավոր կամ տասնյակ հազարավոր կամ մի քանի հազար զոհի։ Հոգեբանորեն Ամերիկայի քաղաքացին պատրաստ չի հարգելիս կուշտ ուտող, վայելքների մեջ, կյանքը միջև խորցերություն, գրգիռներով ապրող, տարբեր դեղահաբերով եւ այլն ապրող մարդը պատրաստ չի գնալ կորստի եւ այդ կորստի դիմաց ինքը չնդվզի։ Այսինքն մի քանի հազար զոհ են երկու կղզին որ վերցնեն, Նրանց համար խնդրեմ այո։ Սա վիետնամական սինդրոմն է աշխատելու։ Ժողովուրդը շնելու է փողոց, իշխանափոխություն։ Բայց դեմոկրատներն տեսնվել մեկ էլ երկնքից մանան կարող անգնել, չէ՞։ Վստահաբար իրենք առաջնորդելու են մինչև նոյեմբերի կոնգրես միջանկյալ ընտրությունները այդ գործընթացը գնալու է գետնի վրա։ Եթե հանկարծ այդ գործընթացի մեջ Տրամպը համառեց, ասեց ոչ, ձեզ վստահեցնում եմ, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմ է սկսելու։ Կրակելու են իրար վրա եւ նահանգներ անջատվի։ Հիմա ես կարծում եմ Տրամպի վարչակազմը մասնագետները գոնե ոչ թե խեղկատակները, որից մեկը բանա Պենտագոնի ղեկավարն է, մյուսը չգիտեմ։ Թեքստը։ Հա։ Մասնագետները հստակ գիտեն, որ ցամաքային օպերացիան բացառվում է։ Կղզի վերցնել ժամանակավորապես եւ կորուստներ տալ լուրջ կորուստներ մեծ ռիսկային է։ Հետաբար մնում է միջուկային զենք, ուրիշ բան չունեն։ Եվ մնում է նաեւ իրագործել այն սպառնալիքը, որը որ Թրամփը ասում էր, հարվածել։ Չէ, ոնց իրագործի։ Դե այդ հարվածը ինքը միջուկայինի սպառնալիք է, որ ասում էր այդ քաղաքակրթությունը կվերանա, քարեդար կգնա, բայց հիմա սրանք ինչ են ձգտում։ Ձգտում են տնտեսության քրիտիկական ենթակառուցվածքների ոչնչացում։ Այսինքն էլեկտրականներ, կամուրջներ, օդանավականներ եւ այլն։ Բայց ժողովուրդը իջավ, ասաց սպանի մեզ։ Կարող ես կրակի, ասենք 5000 զոհ էսինչ կամուրջի վրա, 10000 զոհ էսինչ էլեկտրական, դու պատկերացնում ես աշխարհում չա կատարվելու։ Տրամպից տտառը չի մնա, իսկ Բիբին այդ ժամանակ արագ կհամբարձվի երկինք, իր նախնիների մոտ։ Այդ երկու արագ իշխանափոխություն անել, որովհետև այդտեղի ռազմական եւ քաղաքական վերնախավը հասկանալու է, որ տասնյակ հազարավոր զոհեր Իրանում, այդ նշանակում է, որ Իրանի ձեռքերը դու ամբողջովին կապանքներից բաց ես թողում, չէ՞։ Եվ այդ ժամանակ Իսրայելի վրա ի՞նչն է աշխատելու։ Հիպերձայնային արագության փրթիռները, որ չի որսում երկաթե գմբեթի կողմից, ուղիղ գնալու են այդ բաների վրա։ Միջուկային ռեակտորի եւ զինանոցի միջուկային հրթիռների պաուսների վրա։ Հիմա, այսինքն ժողովուրդը կանխեց հյուծող պատերազմի շարունակությունը, այսինքն խնդիրը Իրանին այնքան հյուծելներ, այդ ամեն ինչը ոչնչացնել, հա, որ Իրանի ղեկավարությունը ասել իսկապես հայտնում եմ քարեդար, գնամ ինչ պայման է ուզում, գնամ հանձնվեմ։ Եվ այդ ծրագրի ձախողումը առաջին հերթին եւ ուղղակիորեն ասոցացվում է Իրանի քաղաքացիների հետ, անկախ ազգային պատկանելությունից։ Իրենք կասեցեցին իրանց կենթանի պատով։ Այսինքն դա եւս կանգնեց, հա, հյուծել, ոչնչացնել, որ հետո ղեկավարություն հանձնվի։ Եվ մեսիջ ուղարկվեց Իրանի ղեկավարությանը, որ իրանք պատրաստ են նստել բանակցություն, այ դրանից հետո այդ կենթանի պատից հետո այս թեման բացվեց։ 10 կետը ճիշտ է, ճիշտ է։ Բանակցությունների, այո։ Իհարկե։ Հիմա 10 կետի համար ԱՄՆ ըստիս մի խնդիր ունի։ Ամեն ինչ անել, ինչ խոստանալ, ոնց խոստանալ եւ այլն, միայն այդ խոստումը զիջումների իր համար մահացու չլինի, միայն Հորմուզի նեղուցը բացվի։ Այս բան ես առավել քան վստահաբար եմ ասում, բանակցությունները ԱՄՆ-ի ներկայացուցիչների կողմից գնում է այդ նեղուցի բացումը։ Որտեղ Տրամպը եւ այդ իր փքված հնդուհավ պատերազմի նախարարը ես մտածում եմ մեր մոտի դեգեներատներն են տենց բավականին բարձր պրոբի, բարձրացնում է Ամերիկայում ավելի մեծ դեգեներատներ կան։ Եվ ԱՄՆ նախագահը ներկայացնի, որ տեսեք, ես բացեցի, ես հաղթեցի, Իրանը զիջեց, ինքը այդպես չէ՞ պիտի ներկայացնի։ Ես ճնշեցի, Իրանը հանձնվեց, հերթական 20-րդ, 50-րդ, 100-րդ անգամ Իրանը հանձնվել է, ժողովուրդ, ուղղակի դե մենք չենք ասում էլի տենց որ հանձնում է, բայց դե ես գիտեմ որ հանձնում է, էլի, որ չիմանան, ված չզգան, էլի միկրոինֆարկտներ, բաներ չխփի այդ մարդկանց։ Այսինքն բուն նպատակը այսօր բանակցություններ էսա։ Բայց այդտեղ խնդիրը լրիվ հիմա ուրիշ հարթություն է։ Ես վստահաբար եմ ասում, հիմա այստեղ այլևս ԱՄՆ-ի խնդիրը չի կամ պատերազմը կանգնեցնելու խնդիր չէ։ Խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը երկու համաշխարհային պատերազմի սանձազերծողների
վերջն արդյունքում ստացած իրենց հաղթաթուղթը ոչնչացնելն է։ Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները դա դոլարի համաշխարհային տիրապետություն հաստատելու նպատակ էր հետապնդում։ Եթե հիշում ես, մենք այլ տաղավարից միասին այս թեմայով խոսել ենք, այդ թվում նաև Տիտանիկի, այսպես ասենք, կործանման բուն պատճառները, չէ՞։ Իսկ երկրորդ համաշխարհային պատերազմը չի ավարտվել իր սանձազերծողների կամ շահառուների կողմից 1945-ին, ավարտվել 1944-ին հայտնի Բրենդենվուդյան համաձայնագրով, որտեղ նավթի եւ ոչ միայն, բայց առաջներթի նավթի առևտուրը արվում է դոլարով։ Հիմա ինչա ստացվում։ Ստացվում է հետեւյալը։ Իրանը ասում է, ես նեղուցը բացում եմ, բայց 2 միլիոն դոլար գումար դիտաս։ Բայց ինչով։ Բայց ինչով։ Յուանով։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Նախ, այն որ Չինաստանը վաղուց էր պատրաստում բանը արտարժույթ, որը ոսկով ապահովված լինելու, սա ուղղակի դոլարի մահախոսականն էր, որտեվ դոլարի մեջ օդ է, դու որ գնաս մտնես բանկ, քեզ ոսկի չեն տա։ Այդ մի ժամանակ էր Նիքսոնի ժամանակները մինչև երբ գրված էր ապահովված է ոսկով։ Դոլարը տալիս էր ըստ նոմինալի, քեզ տալիս էին ոսկի։ Հիմա ոչնչով ապահովված չի։ Չինական յուանը ապահովված է լինելու ոսկով։ Այդպիսի երկու քայլ արվեց երկու նախագահ, երկուսն էլ սպանվեցին։ Մեկը Քենեդին արծաթով ապահովված դոլար էր տպել, որը փորձում էր շրջանառության մեջ մտցնել մի քանի տասնյակ միլիոն եւ իր կյանքով հատուցեց։ Մյուսը ուրեմն դինարը, ոսկե դինարը, որը Կադաֆին էր պատրաստում մտցնել սկզբից արաբական աշխարհ, նավթարդյուն անող երկրներ, հետո ամբողջ աշխարհի։ Միանգամից իր մականացուն հակնքեց։ Հիմա եկել է մի վիճակ, որտեղ Չինաստանը նույն նավթի առևտուրը ինքը ասում է յուանով։ Հո պատական չի, որ Իրանը ասում է յուանով պետք է առեք։ Ինչու է յուանով ուզում որ։ Այսինքն յուանի ստատուսը կարգավիճակը կտրուկ բարձրացնում է։ Որին դուրս մղի դոլարին։ Այսինքն հիմա իրականում այս ռազմական բախումը եկել է տնտեսական ամենաբարձր հարթություն, որտեղ դոլարը որպես իրականում առաջին հերթին նավթի, այդպես էր նախկինում, 1944-ի բուն նպատակը այդ ժամանակ էր։ Հիմա դա դուրս է մղվում եւ չինական յուանն է դառնում դոմինանտ աշխարհում, Չինաստանի տնտեսությունն է դառնում աշխարհում եւ եթե դա հաստատվում է, օրինակ նույն Դավիթը յուան ունենալով մտնում է բանկ, մեր մոտ բանկ, տալիս է յուան, վերցնում է ոսկի։ Այդքան բան։ Այսինքն դու պատկերացրեք հիմա վարունգ ինչքան թարս բուսնեց ամերիկացիներից, դե մենակ այս պատերազմի եւ նավթի գների աճը չի։ Ընդհանրապես դոլարն է ցնդելու, որտեղ դոլարին փոխարինում է նավթի առևտուրը յուանով, ոսկով ապահովված յուանով։ Սա է իրականությունը։ Եկեք նաեւ քննարկենք այս պատերազմի արդյունքում, գոնե այս փուլի արդյունքում հավանական աշխարհակահաղական զարգացումները, որովհետեւ դուք բավական հետաքրքիր տեսակետ հնչեցրիք, որը որ արկա էր մամուլում դեռ պատերազմի ընթացքում այս փուլի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է յուանը օգտագործել Հորմուզի նեղուցը վերահսկելու ասպեկտում։ Շատ լավ։ Այս փուլում ինչպիսի աշխարհակահաղական զարգացումներ կարող են հետևել բանակցությունների ընթացքում եւ բանակցությունների ավարտից հետո, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմը հստակորեն արդեն զիջում է իր դիրքերը։ Իրենք ոչ միայն ռազմարշավի ընթացքում ըստ էության միայնակ էին, այլև շարունակում են միայնակ մնալ Իրանի հարցում եւ բավականին հետաքրքիր է այն, որ ըստ էության այս պատերազմից շահեց ռուսական կողմը նավթի գների բարձրացման առումով իրենց սկսեցին նավթ գնել, Թրամփը վերացրեց պատժամիջոցների որոշակի հատվածը, որը որ կապված էր նավթային արդյունաբերության հետ ռուսական եւ շահեց նաեւ հենց Չինաստանը։ Այսինքն բազմաբևեռ աշխարհի կողմնակիցները կամ բազմաբևեռ աշխարհի ճարտարապետները կարողացան այս պատերազմից քաղել այն ինչ որ իրենց պետք էր։
Ես հիմա երկրորդում եմ քո ասացին եւ ասում եմ, որ եթե Միացյալ Նահանգների խնդիրը Չինաստանի տնտեսությունը թուլացնելն էր կամ ոչնչացնելը, որպես իրեն միակ մրցակից, նախ դա չեղավ, հակառակ եղավ, որտեղ արդեն յուանն է, ինչպես ասում, մարտի դաշտ գալիս, որպեսզի դոլարին հեռացնի, ակնհայտ է, չէ՞, ձեռնոց է նետում դոլարին։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում, որ Միացյալ Նահանգների ոչ միայն համաշխարհային տիրապետությունը որպես հեգեմոն եւ միաբևեռ աշխարհ չի կայանա, այլև ինքը մի երկիր է, որը աշխարհում ամենամեծ պարտապանն է։ Մոտ 35-37 տրիլիոն դոլար մասնավոր բանկերի էմիսիա իրավունք ունեցող կազմակերպությանը, որի անունը Ֆեդերալ ռեզերվային համակարգ, դրան պարտք կա։ Չէ՞ մենք այդ արձանագրենք, չէ՞, որ այդ իրողությունն է։ Այսինքն դեռ հարց է այդ ժամանակ Միացյալ Նահանգների թվացial հզորությունը, որտեղ իր տնտեսությունը իրական տնտեսություն չէր։ Դա դոլարի տնտեսություն էր, դոլարը օդ է։ Թղթի կտոր օդ, բան չկա։ Իրական տնտեսությունը Չինաստանն է, որը արտադրանք, ապրանք է։ Իրական տնտեսությունը Ռուսաստանն է, որը հումք է։ Ռեալ։ Եվ ըստ այդմ ԱՄՆ ամեն ինչ անում է, որ իր դոլարային փուչիկ տնտեսությունը վերաճի ինչի ռեալ տնտեսության, արտադրող տնտեսության։ Դրա համար այդ Եվրոպային ծնկի բերելու իմաստը որն էր, որ Եվրոպայից արտադրող կազմակերպությունները առաջնորդին Գերմանիայից ուր գնան Միացյալ Նահանգներ, ճիշտ է։ Բայց հիմա եւս այսպես ասենք մի հատ թարս բուսնած վարունգ է ամերիկացիներին հանդիպելու։ Այս մեկի մասին ասեցի, չէ՞, յուանի։ Երկրորդ գիտեք որն է։ Չինաստանը դառնում է 4-րդ բևեռը։ Այսինքն աշխարհի 3 բևեռեր՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան։ Միացյալ Նահանգները այս կռիվը, որպեսզի երկրորդ բևեռը Չինաստանը դուրս գար, այդ ժամանակ Ռուսաստանը դառնում էր իրան ենթակա, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը ենթակա կարող էր լինել, որտեղ իր տնտեսությունը չափելի չի ԱՄՆ տնտեսության հետ։ Անձանեք։ Միանշանակ։ Որտեղ արտադրություն չի, նոր են, ինչպես ասում են արտադրության տնտեսություն դարձնում, հիմնականում հանքահունքային է, չէ՞։ Եվ այս առումով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի եւ ԱՄՆ ազգային էլիտայի հաշվարկները པարզ են, բայց հիմա Չինաստանի տնտեսությունը կա, ավելին ավելի հզորանալը, որտեվ ոսկով ապահովված յուանն է խաղի մեջ մտնում, որը հայտ է ներկայացնում նվազագույնը մրցակիցն էր դոլարին, իսկ առավելագույնը դոլարին ուղարկել աղբաման, որտեվ դոլարը ոչով ապահովված չի, իսկ իր յուանը ոսկով ապահովված ըննելու պլյուս նավթով, ես կարծում եմ, նավթն էլ է իր համար որպես ակտիվ դառնալու։ Հիմա փաստացի 4-րդ պետությունը որպես բևեռ է դառնում։ Իրանը, այո, մահմեդական աշխարհում առաջին հերթին, թեև 20% էլ չկան շիա մահմեդականները, բայց կյանքը ցույց է տալիս, որ ես չեմ բացառում արաբական աշխարհում առաջին հերթին Պարսից ծոցի երկրներում շեյխերի կառավարման ինստիտուտը ոչնչացվի, ուղղակի ժողովուրդը տապալի եւ դրան անհրաժեշտ բային Իրանը օժանդակություն ցույց տա, թե այնտեղ սուննի մահմեդական են, շիա չեն, բայց կապ չունի։ Այսինքն Իրանը դառնա առաջին հերթին մահմեդական աշխարհի որպես ավանգարդ պետություն, ինչպես ժամանակին Սաուդյան Արաբիայի տարածքում էր ոչ այդ պետության անունով սաուդիտներ չէին, բայց Մուհամմեդ Մարգարեի հետ կապված մահմեդական աշխարհի երկու սրբավայրը գտնվում է Սաուդյան Արաբիայում։ Մեքքան ծննդավայր, Մեդինան թաղման վայր, գերեզման։ Երրորդ սրբավայրը Երուսաղեմ, Ալ-Ակսան։ Եվ Թուրքիան, որ մի քանի 100 տարի իսլամ աշխարհի դրոշն է պահել խալիֆայությունով, Օսմանյան կայսրությունով եւ այլն, հա, բայց մեծ հաշվով իսլամական պետություն ա եղել։ Հիմա Թուրքիան եւ սաուդիտները Սաուդյան Արաբիան մրցակից էին։ Եվ մեկ էլ հիմա Իրանն է կա։ Իրանն է հիմա առաջին դերակատարում ստանձնելու իսլամ աշխարհում։ Պատկերացնում եք, այդ մեկ երկրորդ տարածաշրջանի վրա նավթի ռեսուրսներով, գազի ռեսուրսներով եւ Ամերիկային ու Իսրայելին ծնկի բերելուց հետո չեք կարծում, որ հավակնությունները շատ բնական կլինեն, որ աշխարհի 4-րդ բևեռը դառնա Իրանը։ Եվ ավելին, այո, Իրանի հզորացումը կկանխի Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական որոշ զարգացումներ։ Ոչ միայն մեր մոտ, հարգելիս նախ արաբական աշխարհը մեկ ծոցի երկրներով,
Այնտեղ ես առավել քան համոզված ասեմ, ինչ որ ժամանակ հետո այնտեղ իշխանապողությունների այսպես շքերթ է լինելու է, մեկը մեկին ձեռք տված լինելու են։ Սա մեկ, թե երբ չգիտեմ, ժողովուրդը հասունացած է իդեպ։ Այդ երկրներում, երբ որ Իրանը հարվածում էր ամերիկյան բազաները, ժողովուրդը պաշտպանվելու։ Իրանի հարվածները։ Երկրորդ ընդհանրապես Եվրասիական տարածքում Հարավային Կովկաս, Միջին Ասիա։ Բայց Իրանի համար գլխացավանք Թուրքիա, Ադրբեջան կա, իսկապես կա։ Պակիստանը իրան փայլուն դրսևորեց, ես կարծում եմ Պակիստանը ըստ իս առավել քան համոզված ասեմ, շուտով հայտ է ներկայացնելու միանալու Ռուսաստան, Չինաստան, Իրան դաշինքին։ Հիշեք խոսքերս։ Եվ պատական չի, որ Իրանը համաձայնվել է Պակիստանում բանակցությունները լինեն։ Ամեն դեպքում արյունը ջուր չի դառնում։ Ինչու որտեղ նույն Իրանում փուշտուններն են, իրենց արժե համակարգով, փուշտուն վալիով, եւ նույն Իրանում բավականաչափ փուշտուններ են ապրում։ Նույն փուշտուն վալի արժե համակարգով։ Եվ ըստ այդմ առավելս որ Պակիստանը դեմ է Հնդկաստանին, իսկ Հնդկաստանի խաղերը մենք տեսնում ենք, չէ՞։ Երկու լարի վրա։ Հա, եւ իսկ այս առումով Պակիստանը շատ ավելի բան է, հստակ է, հա, եւ պատական չի Իրանի ընտրությունը, որ Իսլամաբադում տեղի ունենալ բանակցություններ, սա պատական չի։ Եվ ըստ այդմ ես կարծում եմ, որ երկու կարևոր իրողություն ուրեմն նավթով ապահովված, նու չապահովված, բայց նավթի առևտրով մեծ հաշվով դոլարի գոյություն ապահովող ձեռնոցանետում ոսկով դեռևս չի ասում, բայց առավել քան համոզված ասեմ, որտեղ Իրանը Չինաստանը վերջին շրջանում այդ ոսկու հսկայական պաշարների կուտակման իմաստը որն էր։ Դա հոհաշ չի, որ 1.5 միլիարդ ժողովուրդ սոված լինի կերակրես։ Հասկանալի է, չէ՞ որ իր արժույթն է, չէ՞ դրանը ոսկով ապահովում, որ արժեք ունենա։ Երկրորդը Իրանի որպես բան մահամեդական աշխարհի առաջնորդ հայտ կարող է ներկայացնել եւ որպես չորրորդ բևեռ։ Եվ այս իրողությունների ֆոնի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետությունը որտեղ որ կա, իր դիրքերը ակնհայտ թուլանում է։ Ինքը իհարկե այդպես դյուրին կերպով դուրս չի գա, բայց այդ կախված է նաև այդ տարածաշրջանի խաղացողներից եւ այդ տարածաշրջանի երկրների ժողովուրդներից։ Օրինակ, եթե մի երկրում հակաամերիկյան տրամադրությունները շատ բարձր է, հայերեն ասած վիշի կրշի, ամերիկացիներին դուրս են դնելու, լարելու են ուղղակի, հաստատ։ Եվ ըստ այդմ այդպիսի ճակատագիր նաև Հարավային Կովկասին է սպասում։ Այդ Տրամպի ուղի բան, դա արդեն որպես աղբանոց էլի։ Դա ըստ էության մեր օրերի հերոսը բան Չակերտը, Չակերտներում հերոսը, դրա մասին, Տրիպերի մասին Հենց դա է ցանկանում նշել, որ արդեն բավական տևական ժամանակ է որևէ խոսք չկա դրա մասին, ազգակործան պատվասի ու իր թիմակիցների կողմից, եւ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը բավական հետաքրքիր հայտարարություն արեց, նշելով, որ հունիսի երկրորդ կեսին իրենք պլանավորել են Պուտինի հետ հանդիպում, կարծես փորձում է հանրությանը ուղերձ ցղել, որ ուղերձ չի, ասում եմ, որ ռուսների հետ խնդիր չկա եւ ես եմ ընտրվելու։ Առաջին ասում եմ, ես եմ ընտրվելու, եթե ես չընտրվեմ Պուտինի հետ ոնց եմ հանդիպում, ես ով եմ, որ Պուտինին ինձ ընդունի։ Ինձ պիտի նորընտիր որպես երկրի ապագա վարչապետ եւ այլն։ Ինքը դա ասում։ Ինչով է վստահ։ Փուչիկ, սուտ։ Ինչով է վստահ։ Ինչպես ասում են, այդ մարդու կրակին ցախ դնել կլինի, ամեն սուտ է։ Ինքը իր այությամբ է սուտ կեղծիկ, իր ասածներն է սուտ, խոսքը չպահող, հավերժ կռուտիտների մեջ, հավերժ մարդկանց մանիպուլացնելու մեջ, վախկոտ, որտեղ ստախոս ինքը վախկոտ է, չի կարող մարդը իր ներքինեությամբ ստով արտանա ստով պարկի քնի, ինքը վախկոտ չլինի, որտեղ վախենալու բան ունի։ Վախը գիտեք ինչի նշան է։ Մեղքի զգացողության եւ ներսը կռիվ է գնում, էլի, ոնց որ ներսի խիղճը ասենք, ներքին ձայ ասում է սրիկա էս էլի արա։ Ինքը դեռ գիտի ինչա բերել մեր գլխին։ Ես դա եմ ասում, իր ներսը եւ դա վախեր է իհարկե։ Ինչ մտածում է ինքը, այս հարուները որ պատտվում են ոստիկաններ, անվտանգության աշխատող, այդ ինչի մասն է խոսում։ Վախի մասին, այո։ Հիմա պատերազմով երկու, որտեղ ԱՄՆ-ի
կողմից, Իսրայելի կողմից թիրախային կարող են հարվածել Իրանի ղեկավարներին, ժողովրդի մեջ իջնում են, որտեղ այդ կենթանի պատ են սարքել, մեջները հանգիստ պտտում են, խոսում են, զրուցում են։ Որտեղ մարդիկ ճշմարիտ են իրենց գործի մեջ, ու գիտեն, որ այդ ժողովուրդն որ կանգնած զինվորներ են դրանք, առանց համազգեստի, կանայք, երեխաներ, տարեցն իրենց ներքին էությամբ զինվոր են։ Իդեպ սրա նման չի վախերի մեջ։ Այստեղ ես վերհիշեցի մեր վերջին հաղորդումներում արկա դիտարկումներից մեկը, որ սա արևմուտք, արևելք քաղաքակրթական բախում էր, որտեղ արևմուտքը դա նյութն էր, ճիշտ է, եւ արևելքը դա հոգեվոր արժեհամակարգ ասվածն է, եւ փաստացի ըստ էության հերթական անգամ մենք ականատես եղանք դրան, որովհետեւ սովորական մարդիկ իրենց կանանցով, երեխաներով ցույց տվեցին, որ պատրաստ են անձնազոհության հանուն հայրենիք Աստվածի եւ հանուն պետականության։ Այսինքն երկրային կյանքը շատ ավելի ստորադաս է, քան այլ բաներ։ Վերերկրյա կյանքը, այո։ Նաև արժանապատվություն, հայրենիքի պաշտպանություն, աստուն ծառայություն, դրանք շատ ավելի բարձր բաներ են, քան քո ֆիզիկական գոյությունը։ Բոլորս մահկանացու ենք, չէ՞։ Վերջին հաշվով։ Բայց դու ասենք ժամանակին հին աշխարհում ոչ միայն Հունաստանում այսպիսի մոտեցում կար եւ իլիական ու օդիսականը երբ գրվել էր, ասենք եւ հրաշալի ֆիլմ կա Տրոյայի գրավում եւ այլն, այստեղ շատ կարեւոր է թե մարդը ոնց է հիշվելու։ Այսինքն մարդկանց ընկալումները հետեւյալն էր։ Դու ոնց ես քո սերունդների մեջ հիշվելու, այսինքն ինչ արարքով, ինչ անուն ես թողելու, կապ չունի դու Արժեք ես թողնելու։ Քո անունը գործով է, չէ՞։ Եվ մարդիկ ձգտում էին անել նու հիմնականում ռազմի դաշտում քաջագործություն, որ իրանց քաջագործությունը որից մեկը երկար ժամանակ չէր կարող կատարել։ Հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն այդ ժամանակ դու մահվան արդեն հաղթել ես, չէ՞, եթե նման ձևով ես։ Իսկ հիմա արևմուտքը ինքը նյութն է, այսինքն մամոնան։ Արևելքը ինքը հոգին է։ Երեք միաստվածություն դավանող կրոնները որտեղ է ծնվել։ Արևելքում, բուդդիզմը, սինտոիզմը, կոնֆուցիականությունը որտեղ է ծնվել։ Արևելքում։ Դե հիմա ինձ ցույց տվեք, որ արևմուտքում ինչ որ բան է ծնվել, բացի մարդու իրավունքներից, որը իրականում բլեֆ էր երկրների գլխին մահակ, որ այդ պատրվակով իբր մարդու իրավունքների խախտման պատրվակով այդ երկրներում վերջին այլանդակությունները չանեն, ասեն դե մարդու իրավունք է խախտվել, մտնում եմ, գրավում եմ, սպանում եմ, կախաղան եմ հանում եւ թալանում եմ ու լավ եմ անում։ Այսինքն նյութի իշխանությունն է, չէ՞։ Ես չեմ ասում, որ հոգին առանց մարմնի է։ Բայց հոգուտունը մարմինն է։ Եվ այդ երկուսը իրար հետ լրացնելով են, մեկը մեկի դեմ պատերազմ չի անում։ Արևելքը ինք այդ երկուսը լրացնում է։ Չի ասում իմաստად մարմնի սպասարկումն է, գրգիռը 24 ժամվա ռեժիմով։ չի էլ ասում նաև հակառակը։ Այո, հակառակն էլ չի ասում, մեկը մեկին լրացնող է։ Եվ այդ առումով արևելք արևմուտքից տարբերվում, այս կարծում եմ, որ ժամանակն է, որ արևմտյան այդ քաղաքակրթությունը, որի այս մայրամուտը մենք հիմա ապրում ենք, տեսնում ենք, գնա իր մայրցամաք, որ հետո ընդեղ էլ թեման փակվի եւ վերջին հաշվով թաղման արարողության երաշխությունը հնչեցնեն։ Ես կարծում եմ, որ եւ հիշում եք, այս տաղավարի շատ վաղուց եմ ասել, այդ թվում նաեւ երբ վարում էին Վազգենը եւ Նարեկը, ասում է իրենք զարմացել են, ասում է ՆԱՏՕ-ն լուծարվելու է, Եվրամիությունը լուծարվելու է, չի լինելու այդ կառույցները, արգելներս։ Եվ իսկապես հիմա մենք զգում ենք, որ Եվրամիությունը լուծարվում է։ Զգում ենք։ ՆԱՏՕ-ն առավելապես։ ՆԱՏՕ-ն առավելապես։ Սա ինչ է, այսինքն երբ որ դու process-ը տեսնում ես, իսկ հստակ process-ը չէ գնում։ Ես ոչ թե դետալներն եմ տեսնում գնահատում, ես process-ն եմ տեսնում։ Հիմա դա ասենք ժամանակի առումով չեմ ուզում գուշակություն անել։ Բայց ակնհայտ է, որ այդ process-ի վերջնարդյունքը սա է, իսկ այդ process-ի կառավարիչը ինքը տանում է process-ը, ուրիշ էլ չի կարող կամ այլ տնտեսական process սկսի, որ դրան խոչընդոտի կամ այդ process-ը ինքը խլի, կառավարչի ձեռքից ինքը տանի ուրիշ նպատակի համար, չկա այդպիսի բան։ Հետեւաբար բազմաբևեռ աշխարհը ինքը process-ը, որը կայանալու այդ
բանի մեջ է, ընթացքի մեջ է, ցավով, երկունքով, կորուստներով, այս բազմաբևեռ աշխարհ, այսինքն նոր աշխարհակարգ է կայանում, բարձր մասը։ Արյունով։ Բա հիմա այդպես ցանկացած նոր այս կարգի բանն էլ անգամ երեխայի ծնունդը ցավերով չի լինում, չէ՞, ոնց որ թե նաև արյունով, չէ՞։ Եվ այդ առումով ես միտքս ավարտեմ, Դավիթ։ Եվ այդ առումով մենք հիմա ապրում ենք մի շրջան, որտեղ այդ երկունքի ժամանակ պետություններ եւ ժողովուրդներ կան, որոնք հզորանում են, եթե process-ը իրենք ճիշտ են տեսնում, հա, ընթացքի մեջ են, ոչ թե process-ի դեմ են, հա, ինչպես ասում են, քամու հակառակ ուղղությամբ։ Քեզ թուքը քո վրա չէ գալու։ Նրանք ովքեր էս ճիշտ տեսնում են եւ այդ երկրներում իշխանությունները իսկապես խնդիր ունեն սպասարկելու այդ տարածքի ապրող ժողովրդի կամ ժողովուրդների շահերը։ Իրենք շահեկան են դուրս գալու, այսինքն եւ տարածքային առումով են հաղթելու եւ դութական առումով եւ այլն։ Նրանք ովքեր հակառակ են գնում, իրանք կորցնելու են։ Հիմա ես սա ինչու եմ ես մանրամասնում։ Մեզ մոտ Հայաստանում իշխանությունն է, որը նախ խնդիր չի դրել սպասարկելու Հայաստանի քաղաքացիների եւ այս տարածքում ապրող ժողովուրդների շահերը մեկ, ինքը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որը հակոտնյա է մեր շահերի մեկ, եւ երկրորդ այն քաղաքականությունը, որ ինքը վարում է թուրք-ադրբեջանականի, դա հակոտնյա է ընդհանուր աշխարհակաղակական այն գործընթացների process-ների, որով նոր աշխարհն է ձևավորում։ Այսինքն դու կռիվ ես տալիս։ Եվրամիությունը լուծարվում է, դու ասում ես Եվրամիությունից ասողն էլ բերեմ, Եվրամիությունը ինձ փող տա, Եվրամիությունն ասող։ ԱՄՆ շուտով ինչ որ ժամանակ հետո գնալու է իր արեմեցյան կիսագունդ։ Դու ԱՄՆ-ին ասում ես արի նայողը դու ես։ Երբ որ նորից եմ ասում, աշխարհի գոնե այս պայն 3 բևեռներից մեկը մեր հարևանն է եւ մեր դաշնակիցը Ռուսաստանը։ Հիմա երկրորդ բևեռն է, չէ՞ կայանում։ Մեր մյուս հարևանը Իրանը, մեր տեղը որտեղ է։ Հասկանում եք, այսինքն այնքան բնական ձևով այդ երկու երկրները, այդ նույն առանցքը անվտանգային համակարգեր, շուկաներ, ընդերք, էներգակիրներ, շատ բնական ձևով դու մեղմ ասած մեր բախտը բերել է, որ այդ երկու հարևան ունես, որով այդ երկու հարևանի միջոցով դու կարող ես զարգանալ, ունենալ, շատանալ եւ այլն։ Հիմա մենք գնում ենք օվկիանոսից ենքով տղա ենք բերում, բայց բակի տղեն ականջները չի ձգի, եթե իրան լավ չպայս, մի ականջն էլ կարող է կտրի, դնի գլպանը, ասի, եթե լավ չպայս, երկրորդն էլ եմ կտրում։ Իդեպ այս սխալները, որոնք որ արվում են հիմա, եւ ձեր խոսքը, որ աշխարհակաղակական այսպիսի զարգացումների ընթացքում պետությունները կամ ժողովուրդները կամ կորցնում են կամ շահում են։ Այո, վստահաբար այո։ Ինձ հիշեցրեց 1915 թվականը, երբ Այն ժամանակ էր նույն process-ը։ Նույն գործընթացներ տեղի ունենում եւ այն ժամանակ մենք չունեինք անկախ պետականություն եւ ցավոք սրտի չունեինք հնարավորություն ճիշտ կողմնորոշվելու եւ ըստ էության եղավ այն, ինչ որ լինում է այդպիսի ժողովուրդների հետ։ Իրավիճակը համարժեք չգնահատող եւ էլիտա չունեցող ժողովրդի հետ ցավոք սրտի հետ էր։ Այո։ Եվ ըստ էության մենք այսօր նույն իրավիճակում ենք գրեթե, որովհետև մենք նորից կանգնած ենք մեծերի ոտքի տակ ընկնելու վտանգի առջև, որը որ ինչպես նշեցի, մեր պատմության մեջ եղել է։ Հիմա զես մենք ինչ պետք է անենք, որպեսզի այդ շրջափուլից, կորուստների եւ ցեղասպանությունների շրջափուլից կարողանանք դուրս գալ։ Նախ ես որպեսի ասենք լավ, տեսականորեն նայենք process-ը հասկանում ենք։ Մասնագետներ process-ները հասկանում են, գիտեն որտեղ պետք լինեն լուծումները, այս խնդիրների լուծումները մենք տեսնում ենք։ Բայց առաջինը քո երկրի իշխանությունը չի սպասարկում քո երկրի ժողովրդի ազգային պետական շահերը։ Շատ պարզ է։ Ով խոչընդոտում է, որ դու ճիշտ այդ հունի մեջ մտնես, ինքը պետք է հեռանա, այդքան բան, առաջին քայլը։ Հետո նախ իշխանության կան նրանք, ովքեր իրավիճակը համարժեք են գնահատում։ Եվ այդ մարդի կապ չունի, որ ինքը անպայման պատգամավոր լինի կառավարության անդամ, մասնագետ է։ Եվ իշխանությունը եթե խելացի ականջալուր լինի, որ այդ մարդկանց գնահատականները, հա, կամ իրենց ներգրավել համապատասխան կառույցներում, վերլուծական եւ այլն։ Եթե իրավիճակը համարժեք գնահատվում է,
ժողովուրդ իշխանություն դառնում է մի հավաքականություն եւ փորձում է նախին կորուստները, վտանգները, որ կա սպառնալիքները դա արագ կանգնեցնել եւ երկրորդ այս process-ի մեջ բական շայկան դուրս գալ։ Ես օրինակ զուգահեռ բերեմ 1918 թիվ խորհրդայնացումը 20 թիվ 18-ին անկախություն, հետո խորհրդայնացումը 20 թիվ 2 տարի։ Առաջին որ պետությունը արեց Ադրբեջանը, հետո Վրաստանը։ Ուրեմն հիմա մի զուգահեռ բերեմ։ Ցարական Ռուսաստանը ՆԱՏՕ-ի Անտանտայի անդամ էր եւ դաշնակիցներ Ֆրանսիայի եւ Բրիտանիայի, ճիշտ է։ Բոլշևիկյան Ռուսաստան թշնամին էր իրենց։ Այո։ Ուրեմն այնտեղ արդեն 20 թիվ տենց կայացել է բոլշևիկյան Ռուսաստանը խնդիր չունի իր տարածքներում Դենիկինին հաղթել։ Լարում է այնտեղ չեխական կորպուսն է Սիբիրում բան, Կոլչակին հաղթեց։ Հայաստանը Անտանտի անդամ է։ Ես դուրջ եմ ասում։ Հայաստանը Անտանտում մի քանի անդամ է մնացել, մենք Անտանտի անդամ ենք։ Այսինքն մենք անգամ այդ process-ը չենք տեսել։ Որը որ չապահովեց մեր անվտանգությունը։ Իհարկե, ավելին Անտանտը ամեն ինչ արեց, որ մենք Թուրքիայի հետ պատերազմենք եւ փայլուն կերպով պարտվենք, որ ստորագրվի դեկտեմբեր 2-ի խայտարակ պայմանագիր։ Ինչու՞։ Որտեղ բրիտանացիք հաշվել էին։ Սենց թենեց Հայաստանից ինչ որ մի մաս գնալու է բոլշևիկյան Ռուսաստանի հետ տարբեր ձևաչափով ընդհանուր միության մեջ։ Կամ կարող է ուղղակի այն ժամանակ միություն չլներ, ուղղակի որպես տարածք մտներ։ Ինչքան քիչ մտներ, այդքան օգուտ է։ Իսկ ով չէր գնա Ռուսաստան հետ, Թուրքիան։ Հետաբար Թուրքիային հնարավորություն տրվեց, որ Հայաստանից առավելագույն պոկի, որովհետեւ Ռուսաստանի հետ Հայաստանից առավելագույն քիչը գնա։ Բարձեմ ասում, թե ինչու այդ մեզ իբր զինեցին, մարզեցին բրիտանացիք, հետո խայտարակ կերպով պարտվեցին թուրքերին։ Ալեքսանդրապոլի պայմանագրի 20 դեկտեմբերի 2-ը։ Հիմա նույն process-ն է արգելիս, նույն process-ը։ Եվ այնտեղ հաշվել են վաղ թե ուշ ուզենք, չուզենք, այդ process-ները մենք չենք կարող խոչընդոտել, կանգնեցնել։ Հիմա ինչքան փոքր տարածքով, քիչ կամ ընդհանրապես չլինի Հայաստանը մտի նոր աշխարհի այս տարածաշրջանային ուրեմն կազմավորումների մեջ, իսկ դա լինելու է անկախ մեր կամքից ուզենք չուզենք, հա, թող որոշ տխմարներ ու տգետներ թռչկոտեն, ասեն բանը, մենք ինքնիշխան ենք, մենք ինքնիշխան ենք, մենք ինքնիշխան ենք, մի 10 անգամ ասեն, ինք իրենք համոզեն, տիպիկ աղանդավորական մոտեցում էլի, մի 50 անգամ ասում ես, հետո Գեբելսյան մոտեցում։ հա, հետո բանը հավատում ես, որ այդ հիմարությունը ճիշտ է, էլի հիմարություն չի, եւ սկսում ես ուրիշներին համոզել։ Եվ հետաբար նորից եմ ասում, արևմուտքին օրինակ խնդիր կա, ինչքան փոքր տարածքով Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը այս նոր միավորների հետ լինեն, տարբեր ձևաչափերով։ Օրինակ Ռուսաստանն 1000 տարի պետք չի որ դու մտնես իր կազմի մեջ քո խնդիրներով։ Ինք քո վրա ավելի փողեր է ծախսելու, եթե սենց ավելի առարկայական ասենք։ Կամ Ուկրաինան դառնա իր մաս, պատկասվես Ուկրաինայով ինչքան ներդրում տանի Ռուսաստանը, որ վերականգնի, իհարկե։ Եվ այս առումով ես գնահատում եմ, որ առաջին խնդիրը իշխանությունները պետք է գնան այնտեղ, որտեղ իրենց 8 տարվա իբր կառավարչական հատկություններով երկիրը այս կրախի առաջ կանգնեցնելուց հետո պետք է հայտնվեն պատմության աղբանոցումը։ Պետք է գնան այնտեղ, որ նոր իշխանությունները նախ process-ը ճիշտ գնահատեն, արագ անվտանգային խնդիրները լուծեն, դա հաշված շաբաթների ամիսների ընթացքում հնարավոր է, որովհետեւ այդ մեր գլխին այդ սուրը դամոկամուր կախվածը դա վերանա, որից հետո արդեն ճիշտ process-ի մեջ ճիշտ քաղաքականություն, տնտեսությունն է, քաղաքականությունն է, դիվանագիտությունն է, արժեհամակարգն է, անվտանգությունն է, պաշտպանությունն է, այդ բոլորը սկսեն քայլ այդ կորուստներից հետո մենք ոտք կանգնենք, կարծում սա է։ Նիկոլ Փաշինյանը անթակույց կերպով ցուցադրում է իր վախերը, շատերի գնահատմամբ իր այդ կարճ ուղերձները կամ տեսահոլովակները ոչ այլ ինչ են, քան վախի դրսևորում եւ երեք բավական հետաքրքիր մի հայտարարություն եղավ նրա կողմից, որի համաձայն ըստ Սամվել Կարապետյանի ունեցվածքը պատրաստվում է նա խլել։ Դու լավ է, ստեղ են ասես ուրիշ արձագանք չտա, խլել։ Ինքով է որ խլի։ Հարգելի Սամվել Կարապետյանի ունեցվածքը միայն Հայաստանում չի։ Չէ, խլել չասես բոմժ եմ սարքելու։ Նախ բոմժը ինչ է։ Օրինակ եթե բացես Безопределенного места жительства, ինչ կապ ունի։ Այսինքն որ գլխին տանիք չի ունենալու։ Հիմա ասես այ խելոք դու անհաշվետու միտք ես ասել։
Սամվել Կարապետյան հոմյային Հայաստան Հանրապետություն ներդրում չունի, ունի բավականաչափ, բայց Սամվել Կարապետյանի ներդրումները ամբողջ աշխարհում նաև Ռուսաստանում։ Այստեղ են որ ասում է, ինգեր կարող է փրկչի թոզնա վրա դրե, այդ թոզը մաքրի, որ տակը տենաս ինչ փուճիկ ես, ընդհանրապես ասեղով ծակում ես, մի հատ գմփունալում, քեզից բան չի մնում։ Այն առումով, որ դու ոչինչ ես։ Որ ընդհանրապես ստախոս ես եւ այն քեզ բերել են իշխանության, ես ասում եմ, այս հայտարարությունը ես որ կարդում եմ, ասենց վերամբարձ, շատ, հեսա աշխարհը մեջտեղից կիսենք, բան եւ այլն։ Սա գիտեք ինձ ինչն է հիշեցնում։ Բուլգակովի շանսիրտը։ Շնից կառավարիչ սարքեցին, որ հետո ինչպես ասում են, այդ շունը իսկապես իրան թված մարդի կարգավիճակը որ ինքն է երկրի տերը, շատ արագ բերեցին 5 կարգավիճակին։ Ասին եղածը շունա գնա շան կարգավիճակով էլ ապրի։ Այս շատ նման է։ Սա Զելենսկին, Սաակաշվիլին էլ ով կա։ Մի օքել Արգենտինայում կա, մի խեղկատակ այդ նույն բուծարանից դուրս եկած Տրամփ ավելի մեծ կալիբրի, այդ Արգենտինայի նախագահն էլ ոսկին իբր բան տես խիստ հայնասեր բան, ոսկին տարավ երկրի ոսկին բան։ Բրիտանիա հիմա դա Արգենտինայի ոսկին իդեպ ասեմ ձեզ։ Այդպես թաքուն լցեց ու տարավ։ Երևի ինչ որ տոկոս տվել են, ասել են կբերես մեր մոտ, հետո որ ուզենաս հետ տանք, իհարկե մենք ոսկի չենք տա, ոսկու իմիտացիա կտանք։ Բրիտանացի, ամերիկացի այդ իմիտացիա մի անգամ Չինաստան ուղարկեցին, մարդիկ այնտեղ հայտնաբերել են, էլի, կշռով, որ կեղծիկ արտաքին մասը ոսկի են դրել, նա ինչ որ է։ Հիմա սա ինչ եմ ասում, որ իրականությունն է, որ սրա ասածնել լուրջ պետք չի նայել։ Սա գիտեք ոնց աշխարհը հենց է ներկայացնում, որ աշխարհում բոլոր process-ները տեղի ունենում Հայաստանի շուրջ, իսկ Հայաստանում process-ները տեղի ունենում իր անձի շուրջ։ Հետաբար երկիր մոլորակը պատտվում է իր անձի շուրջ, ինքն էլ երկիր մոլորակի պորտալարն է։ Բա ոնց ապեր։ Այտենց ոչ ավել ու ոչ պակաս։ Բայց ցավոք սրտի ինքը կարողանում է օրակարգ ձևավորել։ Ինքը չի ձևավորում, ինչ օրակարգ է։ Այն ինչ որ ինքը ասում է, օրակարգ։ Քարոշչական դաշտում գոնե։ Չէ, դա էլ ինքը չի ձևավորում։ Ես 18 թվին ովքեր որ իր հիմա տալիս են ինքը գործիք է։ Եվ հետեւաբար անդիմության կողմը ինչու է զես կաղում այդ ուղությամբ։ Այդ անդիմությանը պետք է հարցնես առաջնորդներից իրաց տեղը ինչու է կաղում։ Ամեն մեկս մեր տեղը մեր գործը անենք։ Լավագույն կերպով։ Չգիտեմ, չեն գիտակցում, կիսատ են գիտակցում, թյուր են գիտակցում, կոմպրոմատկա վրաները խելոք են դրսում ներսում, չէ՞ էլի։ Հազար բան կարող ալնես, չեմ ուզում ենթադրություններ անել, արմեն այնքան ինչքան կարող են։ Դե վերջին հաշվով այդ ընդդիմություն դու որ ասում ես, դա էլիտայի մասին է, չէ՞, վերջին հաշվով, մտավոր էլիտայի։ Հիմա ուրեմն կանք այնքան ինչքան կանք։ Ավել պակաս չկանք։ Պուտին Փաշինյան հանդիպումից հետո անմիջապես ռուսական կողմը կեցվածք դրսևորեց եւ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարություններով հանդես եկավ նաեւ անվտանգության խորհրդի քարտուղար Մեդվեդևը եւ մենք շարունակաբար այսօրին տեղեկություններ ենք ստանում, որ այս կամ այն ապրանքատեսակը ռուսական կողմը կամ հետ է ուղարկում կամ նույնիսկ այնտեղ արգելվում է ներմուծել եւ ալկոհոլային խմիչքների խմբականակ վերջերս արգելվեց ներմուծել, ծաղիկներ արգելվեց։ Հիմա ասես ինչպիսի իրավիճակ է հայ-ռուսական հարաբերություններում եւ մենք տեսանք նաեւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը օրինակ ռուսական կողմի արձագանքներից հետո, որ եթե ռուսական կողմը թանկացնի գազի գինը, մենք միանգամից ատամից, հապկից դուրս կգանք եւ աշխարհակական այդ ռևերսը ավելի ամբողջական տեսք կստանա։ Հետո ինձ ինքը այդ գիտելիքները պորնոֆիլմերում դուբլ անելուց է սովորել, այդքան գիտելիք հավաքել, տես գնահատականներ տալու համար։ Համապատասխան կրթություն չունի այս մարդը, փորձառություն չունի, տես գնահատական էր որ տալիս այտակյավ։ Կամ էլ գովազդային պաուզաների ժամանակ էր կարդում երևի այդ ֆիլմերում նկարվելուց նախքին պորնոաստղը։ Այդ ոնց է տալիս, այդ ոնց է ինքը տենց գնահատում, այտենց անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Այդ ինքը չէ հասկացի ինչ ասել, կամ հասկացել է, չգիտեմ, հուշել են, որ դու ասա, որ Հայաստանը Ադրբեջանինն է, այլևս
Ադրբեջանն է որոշում, մենք ստե ապրելու ենք, չենք ապրելու, շնչելու ենք, չենք շնչելու։ Եթե ես մեկի անվտանգության երաշխավորն եմ, ուրեմն ես եմ այդ մարդու կյանքը, նստելը, ապրելը, աշխատելը, գոյությունը ես եմ չէ որոշում։ Տենց է թե տենց չի։ Բայց եթե Ադրբեջանն է իմ անվտանգության երաշխավորը, ուրեմն ինքն է չէ որոշելու, ես ոնց եմ ելնելու։ Ասում եմ մենք էլ Այդ տավտալոգիա է։ Ինքը Հայաստան չի կարող Ադրբեջանի անվտանգության երաշխավորը լինի։ Օրինակ եթե Ադրբեջանի նախագահը մի ժամանակ փորձում էր սխալվել Իրանի այդ դեպքերը, որ նոր էր սկսել, եթե հարված ստանար գլխին օրինակ Ադրբեջանը Իրանից, հետաքրքիր Ալիևը Ալեն Սիմոնյանից էր աչոտ ուզելու, ասելու էր, արա բա դու ասում ես, բան Հայաստանի երաշխավոր արա, երկրից կեսը Իրանը գրավեց, այ կոզլիկ, օրինակ, չէ, երկրորդ տավտալոգիա ենք ում ենք դնում, բայց առաջին մասը ինչ է նշանակում, եթե ես ինչ-որ մեկի, օրինակ ծնողները երեխաների անվտանգության երաշխավորն են, չէ, վստահաբար, ուրեմն այդ երեխեքը ենթարկվում են, լսում են, կատարում են ծնողների ասածը, չէ, համաձայն ես։ Դե հիմա եթե սա ասում է, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, ուրեմն Հայաստան տարածքը իր բնակությամբ Ադրբեջանի սեփականությունն է, ուղղակի հələ չեն հայտարարել, սեփականության իրավունքի վկայական ամբողջ Հայաստանի եւ ստեղ ապրող հայության, հələ որ չի տրվել, այլ որ պատրաստում են այսպես կոչված խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, այդ այն սեփականության վկայական են տալ, որ Հայաստանը Ադրբեջանի սեփականությունն է, այս ալնալու։ Մենք էլ սրան դեմ ենք, այսինքն մեր կռվը իրականում հենց սրա դեմ է։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Antifake եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումներ։ Շարունակեք մնալ Antifake եթերում, հետևել իրադարձություններին եւ ձեզ հետ կհանդիպենք հաջորդ կիրակի, մնացեք բարյավ։